Բարի օր սիրելի երոստատիտող, այսօր պատրաստելու ենք հումուս, գիտեմ որ շատերդ ինձանից շուտվանից ուզել եք, սպասում եք, ցանկություն ունեք իմ բաղադրատոմսը իմանաք հումուսի եւ ես այսօր համի գաղտնիք հաղորդման մեջ ասելու եմ իմ գաղտնիքները։ Իսկ հումուսը ինքը դե շատ տարածված եւ շատ սիրված ուտելիք է, կարող եք ասել դիփա կամ թաթախի դեսակա, որը եւ ուտվում է մենակ եւ ուտվում է միսերի հետ եւ ուտվում է որևէ մեկ ուրիշ ուտեստների կողք։ Հումուսի համար մեզ պետք է 2 բաժակ լավ խաշած սիսեր, 1 բաժակ թահինի, լիմոն եւ մի քանի դերև ազատքեղ զարդարելու համար, քիչ խաշած սիսեր զարդարելու համար, համեմունքներից մեզ պետք է աղ, կարմիր բղբեղ, քիմոն եւ իհարկե ցիտապտղի ցեք։ 2-ից 3 բջեղ սխտող։ Դե ինձ սիրելիներս, հիմա արդեն պետք է գործողությունը սկսենք։ Ուրեմն, այստեղ ունենք արդեն մենք մեր սիսերը նախապես խաշել ենք, շատ լավ ենք խաշել, դե մենք օգտագործում ենք մարանիկի ամեն ապրանքները, գիտեք, եւ նաեւ սիսերը խաշել ենք, պատրաստել ենք, բայց պետք է շատ լավ խաշենք, այսինքն դրա համար ես մասնավոր սենց ցույց տալիս եմ, որ տեսնեք, որ ինքը պետք է լինի հլեսած։ Իսկ այստեղ տեսնում եք, որ ամբողջական պետք ունենք, որովհետև դիզայնի համար կամ դեկորացիայի կամ զարդարելու համար մեզ պետք է ամբողջական սիսերներ։ Դե թահինի մասին արդեն գիտեք, այստեղ տեսնում եք սարույցը, որովհետև երբ որ մենք պետք է հարենք, անպայման պետք է սարույց օգտագործենք, որ վերջավորության ստանանք շատ սմութ, շատ փափուկ, զանգված։ Ուզում եմ արդեն հանենք մեր բլենդերը կամ հարիչը ու կամաց-կամաց սկսենք ավելացնել։ Սխտորը արդեն ես հիմա կմաքրեմ ու կարող ենք կամաց-կամաց մեր սիսերը եւ սարույցը հարելու սկսել, մինչ այդ ես սխտորը կպատրաստեմ։ Ես տեսնում եմ ինտերնետով իրականում հումուսի լիքը տեսակներ են պատրաստվում։ Հումուսը իրականում այնքան հեշտ է, բայց կարևորը այդ մեթոդն է, որը մի քանի կարևոր կետ է պետք, որ իրեն անելուց պետք է ուշադիր լինենք։ Սիսերը ավելացրել եմ։ Ավելացնում եմ մի 2 հատ կամ 3 հատ սարույց։ Ավելացում ենք լիմոնը։ Արդեն կարող ենք սկսել։ Իսկ հիմա ավելացնելու ենք թահինին։ Հիմա արդեն մի քիչ աշխատացնում ենք։ Մի քիչ օդն ենք խաղացնում։ Մի քիչ սիլիչուր պետք ունենք։ Շատ թեթև ջուր եմ ավելացնում, դե մենք օգտագործում ենք սիլ, մի քիչ որպեսզի ավելի կարողանա լավ խառնվի։ Արի, քանի որ բացել եմ մի անգամից սխտորներ կավելացնենք, քանի որ ինքը կամաց-կամաց ենք հարում իրեն, ստեղ ունենք 2 սխտոր, մի հատ ենք կեղվում ու ավելացնում ենք։ Սարույցը անպայման օգտագործեք, բայց կարող եք բզդիկ սարույց էլ օգտագործել, այսինքն մանր։ Սխտորը ավելացնում եմ։
ու շարունակում ենք։ Ամեն վարյան սպաթուլայով կարող ենք կողքերից բացել, որ օդ տանք իրեն ու ինքը շարունակվի։ Արդեն ես հոտը առնում եմ։ Այսպես կողքերից միշտ սպաթուլայով մաքրում ենք, որպեսզի ներքև վերև անենք ու ինքը հանգիստ հարիչը աշխատի միջև ներքև։ Ինձ սիրելիներս, մի քիչ փորձեցինք լավ հարել ու արդեն աղա ավելացնենք։ Հիմա ոնց հասկացաք, լիմոնի հյութը արդեն ավելացրել ենք, տահինը եւ հումուսը ավելացրել ենք, աղա ավելացրեցինք եւ սխտորը ավելացրել ենք։ Մի հատ ենք խառնում։ Ահա, արդեն մենք մեր հումուսը քրեթե պատրաստ է, մի հատ ստեղ մաքրում հավաքում ենք, իհարկե սավայով ու հետ վերադառնանք, որպեսզի կամաց շարունակենք մեր հումուսի գործողությունը։ Ահա, մեր հումուսը արդեն պատրաստ է։ Տեսաք ինչպես սառույցը ավելացրեցինք, տահին ավելացրեցինք, սիսեր ավելացրեցինք, սխտոր ավելացրեցինք, այդ դրանք ամենակարևոր փաղացիչներն են։ Իսկ հիմա վերցում եմ մի հատ կտալ եւ մեր հումուսը ավելացնելու եմ։ Կարող ենք ամենասկզբում տկալով այսպես անել ու սկսել տարածել։ Այսպես ինչ-որ գլորի ցևով բացում ենք կողքերը ու մի քիչ այսպես։ Հիմա մենք սիսերներն ենք դնելու մեջտեղով, այսինքն մի քիչ դեկորացիա ենք անելու, կարող եք ամբողջական սենց դնել, կարևորը ամենամեջտեղում լցնել։ Մեր վստահ սեղաններում հումուսը լինելու է, եթե դանը պետքա պատրաստեք, կարող եք այսպես պատրաստել։ Դե իհարկե, եթե ամանորյա սեղան եք պատրաստում, չմոռանաք քարե քինիի մասին, համեղ քարե քինին, կարմիր հայկական, որպեսզի վայելեք դուք եւ ձեր բարեկամները։ Գողքնել, սույթնելայի համով պաստղները եւ սուջուխները, չեք մոռանա։ Եվ այսպիսով զարդարում ենք մեր հումուսը, ստեղ ավելացնելու եմ ազատքեր կամ մաղդանոս, իսկ հիմա պետքա հնարկանենք, այսպես ենք անում ու մեր քիմոնից զարդարում ենք մեր հումուսը, մի քիչ դնում ենք քիմոն, կողքերը, բաղբեղ, մի քանի հատ ազատղեր ենք մարում, կամ մաղդանոս, ավելացնում ենք այս մեջտեղի մասում, մոտավոր այսպես,
Եվ հիմա ավելացնելու ենք ցիտապտրից հետը։ Դեյ սիրելիներ, այսօրվա մեր բաղացրատոմսը արդեն պատրաստ է հումուսը, կարող եք համտեսել եւ վայելել։ Ես քանի որ անհամբեր եմ եւ գիտեմ որ շատ համով է, ուզում եմ համտեսել, որպեսզի դուք էլ իմանաք ինչ համի կարգի է։ Ես վերցնում եմ ստեղ մի քիչ քիմոնով եւ ցիտապտրից հետո։ Շատ համով, Աստված իմ, շատ համով։ Համերը դեղին, սխտորը դեղին, տահինը դեղին, սիսերը դեղին, լիմոնը, հյութը դեղին, իդեալական հումուս։ Իսկ այս հումուսը ինձ նմանացնում է այդ սմութ եւ փափուկ կտորներին, տեքստիլներին, այսինքն իրիսին, որտեղ ունի ինքը շատ լավ որակի տեքստիլ, վարակույրների եւ այլն։ Սա այս փափկությունը կարող ենք ունենալ մեր տանը վարակույրի տեսքով իրիսից։ Չմոռանաք գնալ իրանց խանութը եւ տեսնել տեսականին։ Անպայման դուք էլ պատրաստ եք եւ այլեք այս համերը։ Չմոռանաք հետեւել մեզ համի գաղտնի կեչերին Facebook եւ Instagram եւ YouTube-յան ալիքը բաժանորդագրվել։ Եվ իհարկե ամեն օր ժամը 9-ին եւ ժամը 17-ին Կետրոն TV եթերում ցեզ սպասում ենք։ Բարեխոժակ ցտեսություն։